Ես տեղի ծնունդ եմ, գյուղի աղջիկ եմ եղել, ամուսնացել եմ Արցվանից, հետո ամուսնուս գործի պատճառով տեղափոխվեցինք ստեղ ու մնացինք։ Ազատ գյուղի բնակչուհի Նորա Եղիազարյանը բնակապահովման աջակցության ծրագրի շահառուներից է։ Ամուսինը զինվորական է, հիմնականում լինում է դիրքերում, 3 անչափահաս երեխա ունեն։ Ժամանակին բնակարան չեն ունեցել, գյուղի այլ հատվածում են ապրել, մտերիմների հատկացրած տանը։ Օգտվելով ծրագրից մայիս-հունիս ամիսներին սկսել են շինարարությունը եւ դեկտեմբերին տեղափոխվել նորակառույց բնակարան։ Դեռ շարունակում են վերանորոգել, կահավորել ու ելի օգնության են հասնում բարեկամները։ Քրոջս ամուսինն է օգնում, աղբերս, դե ով հասցնում է կողքից օգնում է։ Սա Ազատի այն 5 տներից մեկն է, որոնց շինարարությունն արդեն ավարտին է հասցվել։ Գյուղում եւս 2 բնակարան կկառուցվի։ 3 սենյականոց այս տան բնակմակերեսը 80 քառակուսի մետր է։ Տիկին Նորան պայմաններից գոհ է։ Ամուսնու հետ աշխատում ստեղծում են, միայն մեկ խնդիր ունեն։ Անասնապահությամբ զբաղվում ենք, ուղղակի գոմի խնդիր է։ Հետագայում երևի թե գոմ էլ կունենանք, հույս ունենք։ Շատ եք պահում։ Հա, խոշոր մանր։ Հա, 2-ից էլ կա, բայց դե ուրիշի գոմում է հիմի։ Ծանր աշխատանքից չեն խորշում, անգամ այն օրերին, երբ ամուսինը կողքին չէ, տիկին Նորան կարողանում է ղեկավարել տնտեսությունը, օգնականների հետ գլուխ բերել բոլոր գործերը։ Առավոտ շուրջ երբ տղան քնած է, ես գնում եմ գոմ։ Միջև գալիս եմ արդեն զարթնում եմ։ Չեմ նեղվում։ Մեծ աղջիկս ժամանակ առ ժամանակ աղբորը պահում է, ես գնում եմ, քուրիկս։ Ազատ գյուղում 170 գրանցված բնակիչ կա, սակայն այդ բնակավայրում փաստացի ապրում է 50 մարդ։ Ամռանը նրանց թիվն ավելանում է, զբաղվում են հիմնականում անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Բնակավայրի վարչական ղեկավար Սիմոն Սահակյանը հույս ունի, որ 2024 թվականի հուլիսից կասեցված ծրագիրը կվերագործարկվի, քանի որ ցանկացողներ շատ կան եւ դա կարեւոր է հատկապես երիտասարդներին գյուղում պահելու համար։ Գոյնե վրտուն ունենան, իրանք սարքեն, իրանք ապրեն, մնան էլի։ Էլ իրականան էլի կենեն, ժողովուրդն էլ սաղնել էլի կուզան սարքեն։ Երիտասարդներին ինչա պետք է սենց բանա պետք, որ ասենք տուն, սարքվի մնան, ապրի։ Ծրագրի շահառու կարող են լինել առնվազն 1 անչափահաս երեխա եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ամուսինները, առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը եւ այլն։ Ծրագիրը սակայն բոլորին չէ, որ գոհացնում է։ Օրինակ Սոտքի բնակիչներն ընդգծում են, որ հաշվի չի առնվել տվյալ տարածքում հաշվառված լինելու հանգամանքը։ Այ հենց այստեղ 5 հատ տուն է, 5-ն էլ դասից եկուկան, մեկ 10 չանի տուն են զոթից տուն սարքած։ Էշմիածինից, Վարդենիսից, Մարտունուց, Թավարից։ Թե կլներ Սոտկից, թե կլներ Վարդենիսից, թե որդից լելա կապ չունի։ Մարդիկ եկել են, տները կառուցել են, այս պահի դրությամբ 60-ը կառուցվում է, 10-ն էլ արդեն նոր ձմեռեգա մի քիչ ուշացրել են, մոտ 70 տուն լինելու է։ Ոմանք դժգոհ են սահմանված տարիքային շեմից եւ ընտանիքում անչափահաս երեխայի առկայության պարտադիր պայմանից։ Ասմա դու թոշակառու ես, ասմա գոնե պետք է մի անչափահաս երեխալի վեր տանք։ Դե մի ես կուզի սարքի մի թորանս նվերտի էլի։ Իմանում է տերել են, բա ես էլ այդ կուզի։ Մարդ կնգա տարի գումարիները 70 չսներ, ես մարդ մինակ 74-5 տարի կանա։ Դու խմարել չէր խասնում։ 1100 բնակիչ ունեցող Սոտքում իրավիճակն այլ է, սակայն մյուս սահմանամերձ գյուղերում ծրագրից օգտվողների հիմնական մասը եղել են մեծ ընտանիքներից առանձնացողները, տվյալ բնակավայրում վարձակալությամբ ապրող երիտասարդ ընտանիքները, ինչպես նաև տուն չունենալու հետևանքով արտագաղթած անձինք։ Հիմա արդեն ծրագիրը փակված է, բայց մարդիկ էլ կան, որ դիմել են, խնդրում են, մեզ էլ են դիմել, ասել են կարող է ծրագիրը նորից բացվի։ Գործառույթը ընթացքի մեջ է, մի մասը կառուցվել ավարտել է, մի մասը շինարարական աշխատանքներ են, մյուս մասը նախապատրաստական բանի մեջ են։ Այս պահին կոսեցվել է, բայց մարզում մենք շուրջ 80-ը ունենք։ Մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը հույս է հայտնում, որ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը որոշակի ժամկետով կերկարացնեն, քանի որ շատ կարևոր է Գեղարքունիքի մարզի համար։ Կառավարությունից արձագանքել են, որ առաջիկայում նախատեսվում է որոշակի պայմաններով վերաբացել ծրագիրը։ Այ պետք է տուն շինա, ծառ տնկա, զավակ ծնա, որ մարդը տունն է շինում, կապվում է թողին, օրգանապես պորտալարով կապվում է թողին։
Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք։